Ովքեր էին այդ էլիտայի անդամները։ Պատրաստվեք, համոզվեք, որ լավ նստած եք, որ հանկարծ չընկնեք ու խորը շունչ քաշեք։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Կլինտոնը, որի համար երևի Մոնիկա Լևինսկին հերիք չէր, Իլոն Մասկը միլիարդատեր, ում ներկայացնել երևի պետք չի, Արքայազն Էնդրյուն, Անգլիայի արքայազն, Prince Andrew, նախկին արքայազն Էնդրյուն, Անգլիայի թագավորական ընտանիքի մի ուրիշ անդամ, Սարա Ֆերգյուսոն, Duchess of York, Google-ի ընկերության տերը, Հարվարդի համալսարանի նախկին տնօրենը, Հարվարդի համալսարանի։ Եվ այնտեղ նաև հիշատակվում էր Մակրոնը, այդ նույն անձը, որը ստիպեց, որ այս խմբի ղեկավարը հանձնի Ղարաբաղը, այդ նույն անձը, որը Շարլ Ազնավուրի երգեր էր երգում, արտասվելով, հայերենով գրառումներ էր անում, ասում էր, որ մենք հայերի կողքն են, եւ հետո վրեժ խնդիր եղավ Պուտինից վրեժ խնդիր լինելու համար, Աֆրիկայից վռնդվելու համար, մեր հաշվին այսպիսի քայլ արեց, որպեսզի հարված հասցնի Պուտինին, եւ այս մարդը հանդիսեց։ Ուրեմն այնտեղ կա Մակրոնի հիշատակումը նույնպես, որը երբ որ նա տնտեսության նախարար էր Ֆրանսիայում, հանդիպել էր Էփստեյնի հետ Ելիսյան պալատում։ Այնտեղ նաև հիշատակվում է նախագահ Տրամպը, բայց որևէ քրեական ապացույցներ իր դեմ չկան, ուղղակի իր անունն է հիշատակվում այս փաստաթղթերում։ Ջալոց տասնյակ հազարավոր փաստաթղթեր, էջեր եւ հազարավոր սարսափելի այդ պիղծ նկարներ են հրատարակվել։ Դե հարց է ծագում, թե ինչ է կատարվում մեր սիրելի արևմուտքի հետ, երբ արևմուտքի էլիտան արդեն էլ թմրանյութ չունի ընդունելու, երևի էլ նոր պատերազմ չի կարողանում մտածել, էլ ինչ նոր պատերազմ սկսեն, որ միլիարդներ աշխատեն, էլ ինչ թմրանյութ փորձեն, էլ ինչ պիղծ գործարքներով զբաղվեն, հիմա գործը հասավ 14-ից 17 տարեկան աղջիկներին, 1200 հոգի, 1200 հոգի, եւ սա տևում էր տասնյակ տարիներ։ Հարց է ծագում, թե ինչ եղավ մեր արևմուտքի հետ, ինչ վիճակի հասան արևմուտքի էլիտաները, որոնք ամբողջ աշխարհին շատ սիրում են դասեր տալ դեմոկրատիայի մասին, մարդու իրավունքների մասին, արդարության մասին, օրենքի ուժի մասին, որոնք ուրիշ երկրներին օրինակ մեզ սովորացնում են ինչպես անցկացնել ընտրությունները, այս մարդիկ, այս էլիտան ուրիշ երկրների նկատողություններ են անում, թե սա ճիշտ չէ, սա դուք չեք հարգում մարդու իրավունքները, սա դեմոկրատական քայլ չէ, ձեր ընտրությունները պետք է այսպես անցկացվի կամ այնպես անցկացվի։ Բռնաբարելով 1200 անչափահաս աղջիկ, դուք տեսեք ինչին է հասել աշխարհը եւ ում ենք մենք համարում հրեշտակներ, իդեալական հասարակության մի մոդել, որի համար մենք հանձնեցինք Արցախը, արդեն 100 անգամ պարզվեց, հանձնեցինք Մեղրին, Գիրանցը, որովհետև մենք հավատում ենք, որ այս աշխարհը մեր բացարձակ նպատակն է, պետք է ցանկացած ձևով այս աշխարհի մաս դառնանք։ Տեսեք մենք ուր հասանք։ Եվ ժողովրդական լեզվով ասած գրազ եմ գալիս, որ այս մարդկանց, այս գրանտակերներին, այս բոլոր կանալներին, բոլոր ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք դոլարներով ու եվրոներով են սնվում, իրենց երևի հրաման չի տրվի սրա մասին խոսել եւ նրանք երևի սրա մասին չեն խոսի եւ չեն քննադատի, բայց կքննադատեն ուրիշ երկրները, որոնց համար նրանք վճարվում են։